Ապրիլի 25-ի անունով կամուրջն է Լիսաբոնի, որը համեմատվում է Սան Ֆրանցիսկոյի ոսկե դարբասների կամուրջի հետ, ապշեցուցիչ ճարտարապետական նմանություն ունի, բայց կա նաև դրա համար պատճառ, որովհետև այս կամուրջը կառուցվել է նույն ընկերության կողմից, որը կառուցել է և ոսկե դարբասներ կամուրջը Սան Ֆրանցիսկոյում։ Simply the colors of life, and these are some of the most recent we have in the city. And driving along this avenue, we will see some other nice tiles on the right, in between buildings. Actually, they are decorating the stairs going up to the buildings, and they are representing fishing, agriculture, some of the monuments of the city as well. Լիսաբոնի ծիածանի թունելն է, եւ գիտեք, որ Պորտուգալիան, Պորտո քաղաքը, Լիսաբոն քաղաքը եւ ընդհանրապես ամբողջ Պորտուգալիան հայտնի է իր սալիկներով, սալիկների բազմաթիվ գույներով, բազմաթիվ երանգներով եւ հիմա մենք տեսնում ենք այդ մասով ենք անցնում, որը կոչվում է թունել է, որի կողքերը ծիածանագույն սալիկներ են եւ այդ թունելը կոչվում է ծիածանի թունել։ Բացի այս ծիածանի թունելից, ծիածանի նկարներով, սալիկներով թունելից, այստեղ կան նաև ուրիշ որմնանկարներով կամ սալիկապատ պատերով հետաքրքիր տեսարաններ, տարբեր թեմաներով, հիմա մենք կողքով կանցնենք դուք դա կտեսնեք։ Կան ծովային թեմաներով, կամ օրինակ այս մեկը նարնջագույն սալիկապատ հետաքրքիր որմնանկարներով թունել է, այս մեկը ծովային թեմայով նավակը, ձկնորսները, տղան, շատ բնորոշ է Պորտուգալիային։ Ես հիմա ուղղակի նկարները դնեմ, որովհետև երբ որ ավտոբուսով անցնում ես, այդքան պարզորոշ չի երևում, ես ինտերնետից ուղղակի այս նկարները վերցրեցի, որ ավելի հստակ տեսնեք դուք։ Սրանք բոլորը բավականին ճանաչված նկարիչների որմնանկարներ են, որոնք ժամանակին հիմա մի քիչ արդեն ռեստավրացիայի կարիք են ունենում ու ժամանակ առ ժամանակ վերականգնում են այս որմնանկարները։ They are playing. Then we have some monuments of the city, some of the churches of Lisbon. Արևը նավթի ընկնում, գիտես։ Տղալ ուրիշ թայլեր են։ Ամենտեղ այս թայլերով կոմպոզիցիաներ են։ Tiles and tiles. Ուղղակի քանի որ արևը դիմացի կանա, չի կարելի։ And on the right, fishing again. Nice examples. On the right, mainly from the 1930s and 40s. These tiles have been. Oh, nice. And so, after the tiles, we have another church. This church actually. Պորտուգալական խճանկարային սալիկապատման պատմությունը սկիզբ է առնում հռոմեական ժամանակաշրջաններից, երբ գաղութարարները սկսեցին քաղաքային փողոցները սալիկապատել մեծ քանակով քարե սալիկներով։ Թայլերը նաև նկարագրվում են, ծաղիկների նման են, որովհետև պատտեզի մոտ են Հենց միջնադարում էր, որ սալիկապատման տեխնիկան սկսեց կատարելագործվել և ժողովրդականություն ձեռք բերել Պորտուգալիայում։ Տեղացի արհեստավորները սկսեցին ստեղծել երկրաչափական նախշեր և աբստրակտ դիզայններ, օգտագործելով տարբեր գույնի և չափերի քարեր, ստեղծելով եզակի տեսողական էֆեկտներ, որը շարունակում է զարմացնել մինչև այսօր։ Պորտուգալական խճանկարային սալահատակը ճանաչված է ամբողջ աշխարհով, քաղաքային արվեստի ամենագեղեցիկ ձևերից մեկն է։ Իր գեղագիտական գրավչությունից բացի պորտուգալական խճանկարային սալահատակը նաև գործնական նշանակություն ունի, ապահովելով սահքակայուն մակերեսը, որ հատկապես օգտակար է հաճախակի անձրևներ ունեցող տարածքում։ Լիսաբոնում յուրաքանչյուր փողոց ունի յուրահատուկ սալիկների նախշը։ Այս ավանդույթը հետաքրքիր ծագում ունի։ Ասում են, որ երբ որ տեղի ունեցել ավերիչ երկրաշարժ, ավելացած շենքերի բեկորները օգտագործել են որպես մայթերի, հրապարակների եւ փողոցների նյութ։ Ինչքանով է ճիշտ, ես չեմ կարող ասել։ Այսպիսի մի հետաքրքիր ավանդույթ էլ կա, որ ասում են, որ այդ սալիկապատումը սկսվել է թագավորի ծննդյան օրվանից, երբ որ թագավորին նվիրել են ռնգեղջյուր, այդ ռնգեղջյուրը պետք է այդ փողոցներով անցներ, որպեսզի նրա ծանր թաթերը ցեղերի մեջ չներկվեին,
առաջարկել են այդ փողոցները սալիկապատել։ Ծաղկի տեսքով այս նախշերը հաճախակի են պատահում, որ դուք հիմա տեսնում եք Պորտուգալիայում, մասնավորապես նաև Լիսաբոն քաղաքում ենք տեսնում շատ մայթերում։ Այս է historical քաղաքը, ինքնուղղակի visiting places տարավ են, տեղերը, որտեղ մարդիկ գնում են, բայց իրական քաղաքը սա է։ Այո։ So that we have 45 minutes time here. And please remember, Mango, that's where the bus will be in 45 minutes time. See here on the right, this one is by the way closed, but the ones at the store, the ones in front, they are. Ավտոբուսը մեզ թողեք, մենք հիմա ընկնելու քայլելու ենք։ Շուտը շատ գեղեցիկ շենքեր են, մեկը մեկից սիրուն, ու սալիկապատված։ Մենտեղ իրանց այդ սալիկներն են պատերի վրա և գետնի վրա։ Լիսաբոնի հայտնի դեղին տրամվայն է, և այս տրամվայի պատմությունը սկսվում է 1872 թվականից, երբ կառուցվել է առաջին գիծը։ Այս տրամվայի տոմսերը դիմացը տեղ կա, կարելի է գնալ առնել, $3 սահմաններում է, ճոպանուղի տրամվայ է, և քանի որ Լիսաբոնը գնվում է բարձունքների վրա, այդ հեշտ չի բարձրանալը, այս տրամվայի ճոպանուղիով մարդիկ բարձրանում են վերև։ Ասի էլևեյթերը, այդ փողոցները շատ վարի վեր բանեն, մարդիկ մարդիկ ամեն օր քորջի գալիս գնում են այստեղ, դրա համար աս տրամվայի էլևեյթերի բեսրեր են, որ բարձրանա իջնե։ Տեսնենք ուր է բարձրանում, հետևում է տեյանք հետ վագոնիկն է, ասպասում եմ շարժվի, չգիտեմ որ ուղղությամբ կշարժվում նույնիսկ, վերևն էլ կև առաջա գնալու, հետա գնալու, հələ որ միայն նկարում եմ, չեմ պատկերացնում ճիշտ ասած իր շարժումը, դրա համար սպասում եմ, թե տեսնեմ ինչպես է շարժվելու։ Թե ինչ-որ ձայն հանեց, հավանաբար շարժվելու է արդեն։ Վերև բարձրացել։ Հասկացանք վերջապես։ Այս է դրանց տրամվայչիկի գծերն են։ Եվի հաջորդն է գալու։ Հիմա։ Մարդիկ տոմսեր են առել, սպասում են։ Մենք չնստեցինք այս տրամվայը, ժամանակի իհարկե սղության պատճառով, հետագայում ընդամենը 10 օր հետո, երբ որ մենք վերադարձանք Պորտուգալիայից լսեցինք այսպիսի միջարաբաստիկ լուր, որը հենց այս Լիսաբոնի դեղին տրամվայը վթարի ենթարկվել և մոտավորապես 16 հոգի զոհվել է։ Այս հետաքրքիր սալիկները գետնի վրա։ Լավ էլ պահպանված է, էլի, օրինակ շատ քիչ է վնասված այս սալիկները գետնի վրա։ Ամենտեղ տարբեր են։ Սալիկների երկիր է, թե պատերի վրա, թե հատակի վրա, շենքերի վրա, ամենտեղ այդ սալիկներն են։ Ու տարբեր գույների, տարբեր ձևերի, տարբեր նախշերով։ Ձեր են, թևավոր չէ, արյուտներ են, ոնց որ թևավոր գիտես, արյուտ են, չոր կենթանիներ են, որ արագ պատային, բերաների վետ ջուրա։ Նրանք մարդիկ են իրական, թե ացան են։
Ացաններ են։ Այս շուշահամալին այստեղից ավելի լավ է։ Ուզում եմ նկարեմ այս թայլերով շենքը, այս սալիկներով շենքը կապույտ։ Իրանք բնորոշ սալիկապատ շենքը կա։ Տեղի սալիկները տարբեր են։ Օրինակ ստեղ այս կարակուսիներն են։ Տասան։ Փողոցախորտու գործություններով, բարձություններով, աստիճաններով։ Տեսնում ես աստիճանները։ Կաններ են արանքը, արի գնա։ Բարձանում ենք էլի։ Աստիճաններ և վերևից իրուն բյուկը լինի։ Պետությունն է երևում, որնդեղի չկարողացանք նկարել։ Ու շատ սիրուն սենց փոքր գողտրիկ փողոցներ են, ամբողջ բոլոր կողքերը բաներ են, ռեստորաններ են։ Չէ՞։ Դա իրանք սուվենիրները տեսնում եք։ Բացիկները, շարֆիկները, հիմնականում մարդիկ իրանք շուներով։ Լարի մի հատ նայք։ Այս ինչ այրենից ներկայացնում։ Թայլեր են էլի։ Իրանք բնորոշ թայլերն են։ Հետաքրքիր։ Հետաքրքիր է։ Պետք է կարդալ սրա նշանակությունը։ Այս սալիկապատ վահանակը շատ հետաքրքիր է, անունը Կուպրիր է, ապրիլի 25-ին է նվիրված, հասարակական շատ գործիչներ իրենք են պատրաստել յուրաքանչյուր սալիկը և հավաքական ինչ-որ մի պատկեր է ստացվել։ Հարյուրավոր այլ մարդիկ տարբեր թեմաներով, տարբեր տեղեր պատրաստել են այս սալիկները, հետո հավաքել են մի ընդհանուր 900 սալիկա մոտավորապես և մի ընդհանուր որմնանկար է պատրաստվել։ Նվիրված է Պորտուգալիայի կոմունիստական կուսակցությանը։ Ցածեք այս մասը, մի հատը բարձրացանք, հետո մյուսը, մի հատը բարձրացանք, հետո մյուսը։ Այս կամը քայլել կլինի։ Մի հատ աստիճան էլանք, հետո մյուսը, ամբողջ։ Շապատ գործի երտասկար աստան։ Բայց իրանք ձևերը գիտեն երևի, լիֆտերով, բաներով են գնում։ Էսի ոտքի ճանապարհ չի ամեն անգամ գնան գան։ Տեսեք ամեն ուրեք ես բարձրություններն են, այս բաներն են։ Իչի էլի։ Երևի դրամա են իրար ստեղի մարդիկ։ Ես եմ մի շաբաթ, որ ապրեի ես Լիսաբոնում, երևի կվերջանայի, ոչ թե կնիհարեի։ Ինքնորեն հիմա գնալու ենք նավի պորտը, առանց սպասելու մեր ավտոբուսին։ Ռեստորաններ կան ամենտեղ։ Կարելի է ուստել հաց ուտել, բայց հիմա մենք գնում ենք նավի վրա ճաշելու ենք։ Տեղի սալատակը նայի։ Շոփինգ սենթերներ են։ Տներ են։ Բրիջկա, հա։ Լավն է, չէ՞։ Տեղի մյուսը։ Okay։ Ուղիղ պետք է իջնենք, արդեն ծովը երևում է։ Շարքում ենք ճիշտ ուղղության վրա ենք։ Մեզ կողվիկն է դիմավորում։ Կողվիկ ջան։ You can have to see. Երաժիշտները, ստեղ կաֆե է։ Դե նվագեն, այդ գալուց էլի կնկարեմ։ Բայց հիմա դադարեցրին իրանց նվագելը։
Էլի սենց փողոց է, ոչ շատ մեծ ու ամբողջ փողոցում սրճարաններ են։ Այս հետաքրքիր մի աշտարակ է, նեոգոթական ոճով կառուցված փայտե խցիկ է, որով մարդիկ բարձրանում են ու վերևից քաղաքն են դիտում։ Հետագայում ես իմացա, որ կարելի է այս աշտարակը բարձրանալ ոտքով ու անվճար, առանց փող վճարելու, հիմնականում վերելակի համար են վճարում փող։ Այս փողոցն են, վերևը տեսակ եք։ Իրանց անուններն են դրանք, տարբեր տիպի բաներ ունեն ուտելու։ Իրանց անունները Apple Cinnamon Nova, այս ինչ-որ տարբեր vegan կա, Apple Cinnamon, չգիտեմ, մենք փորձեցինք կարծեմ ճիշտ ասած։ Էլի նայի սալիկները, այս անգամ հատակի սալիկները։ Սղում են նսի, ինձմա անդրե որ գա կսղա, լավ։ Ըստ արելի ես որոշում եմ ինձ նկարեմ դեմքով, թե հակառակը։ Մա այս դեպքում սա է, ամբողջ փողոցները, բոլոր փողոցները, փոքր մեծ սրճարաններ են, աշխուժություն, մարդիկ նստած խմում են, ուտում են, վայելում են, նայեք, այս կողմը իրաց պարուսակներ են ծախում, ես չի գիտեմ ով առնում նմանակները, պարուսակների բրենդային նման։ Ով առնելու ես բաները, տուն նայ։ Ոյ։ Նա փող տվեք, մենակ մի նկարեք։ Վախենալ։ Իրանց արեսներն են ցույց տալի։ Ասմա նա ինչ հետաքրքիր է։ Այս շարունակենք, օ ձի անում, պատերին թայլեր է խփում։ €14 է այս ամեն ինչը։ Չարժեք։ 8 եվրո, բզին ես կծում, ինչ շատ մանկական է, այս պատին ես խպում, 25 եվրո է, 60 սրանք, սեն ձերքի պարասակներ են, 20, 13, 10, 7, տարբեր չապերի, տարբեր կույնների, իրանց թայլերով նայով էսա։ Այս սրանք են հետաքրքիր, իրանց թայլերը։ Այսի իրանց տիպիկ, իրանց թայլերով է։ 19 եվրո արժեն այդ տիկները և պատի վրա են դնում։ Կամ տան խանոցի կապելի կողքերը։ Այս էլ հետաքրքիր, ես են բզի մեդալյոններ են, էլի թայլերով։ 6 եվրո սրանք են։ 15 բրասլետներ են։ Այս էլ է։ Նա ինչ լավն են։ 23։ Հայաստանի տոնավաճառը նշեցի։ Շատ մեծ տեսականիներ չկան, բայց երևի իրանց ազգայինն է, այլ էսա 12, 12, 20
Տագոս գետին նայող վեհաշուք հրապարակ է, կենտրոնում կանգնած է Խոսե առաջին թագավորի ձիավոր արձանը, որը բացվել է 1775 թվականին և պատկերում է միապետին ձիու զմբակներով օձերը ջարդելիս։ Ձախ կողմում էլ դուք տեսնում եք այդ հսկա հաղթական կամարը, որի միջով մենք անցանք ու եկանք այս հրապարակը։ Այդ հրապարակում ենք մենք, մեծ հրապարակա, ստորկայական հրապարակ, անդեղ էլ մի հատ իրանք այդ կարմիր տրամվայցիկն է, բայց վերենք վրացը ելո։ Հրապարակի անունը մի հատ նկարեիր, վերևում անուն կա գրած, հա։ Շատ մեծ այս հրապարակում ինչ են անում սրանք։ Հրապարակը Պորտուգալիայի ամենամեծ հանրային հրապարակներից մեկն է և այստեղ է գտնվել Ռիբերիայի թագավորական պալատը մինչև 1755 թվականի մեծ երկրաշարժի հետևանքով ավիրվել։ Հրապարակը ամբողջությամբ սա տեսակ արդեն ձիով արձանը, այն կամարը, մենք արդեն գրեթե նավի մոտ պետք է լինենք։ Այստեղ էլ իրանց թայլերն է, թայլերով Էվորա, Բեջա, սալիկներն են իրանց։ Okay, դեղ կարելի է գալ հանգստանալ։ Բայց մի քիչ իջնում եք դեպի մեր նավային կողմն է, նա կոչերևում է, մի քիչ իջանք այս կողմ, դեպի այդ հիմնական այդ կամուրջը, այստեղ խանութներ են ու նաև տիկետներ են վաճառում, կոնկրետ տեղեր են տանում, այդ Բեթլեհեմ, թե այդ իրանց հայտնի կաթեդրալները, իսումա առանց հերթի տիկետներն են ավտոբուսով։ Վստահ չեմ, բայց համենայն դեպս այդտեղ կարելի է հարցնել կոնկրետ այդ տեղերի տիկետները։ Համ նավը մոտ է, չէ, բայց բավականին քայլում է, բանավանդ որ արդեն օրվա երկրորդ կեսն է, տուրից հետո օգնած ես լինում, բավականին թվացնում է։ Այնտեղ են կապույտ աստիճաններ կան դեղ վերևում, այդ կապույտ աստիճաններով բարձրանում ենք։ Մեր պատուհանները այն մյուս կողմն էին։ Ես հիշում եմ, որ մեր պատուհաններից այս շինությունները չէին երևում։ Սրանք ամեն կողմն է։ Հա։ Աչքերը, մենք աչ կողմն է։ Ամենայն դեպս լավ օր էր մեր համար։ Հագեցած օր էր լիքը։ Տեղեր տեսանք, տուրով քաղաքում լավ անեկանք։ Հիմա էլ հոգնած մեռած կգնանք։ Սենյակը աչ կողմն է։ Մյուս մեր սենյակը բալկոն է։ Ես չեմ էլ գնացել, չեմ էլ նայել, չէ, հետաքրքրում ճիշտն ասած, ինչ լինում է լինի։ Հետո մի օր ազատ օր կունենանք, ծովային օր, կգնամ կնայեմ։